Հարգելի հայրենակիցներ, երեք ես ներկայացրեցի մի քանի փաստաթուղթ, մի քանի աղբյուրներից, բրիտանական, ամերիկյան եւ ադրբեջանական, որտեղ մեկ անգամ եւս խոսում է նրա մասին, որ Հայաստանը հանձնել է Մեղրին, այնտեղ մենք այլևս սուվերենություն չենք ունենալու, այնտեղ երրորդ ուժերը Թուրքիան եւ Ադրբեջանը զբաղվելու են ֆինանսավորումով, շինարարությամբ, մենեջմենտով, ղեկավարությամբ, այսինքն եւ առերեսվելու են բոլոր այն, ասենք, ֆուրերի վարորդների, որոնք անցնելու են մեր միջանցքով եւ մենք փաստորեն չենք ստուգելու իրենց փաստաթղթերը, այսինքն հայկական սահմանապահ չկա, հայ սահմանապահ չի լինելու, այսինքն Ադրբեջանից Թուրքիա այլևս նրանք գնալու են առանց Հայաստանի սահմանը հատելու։ Սա Մեղրի հանձնում է։ Մեզ ասում են, որ դա սուտ է, դա այդպես չէ, ինչպես միշտ ամեն ինչ հերկում են, ամեն ինչ ասում են սուտ է, այդպես չէ, ինչ որ արդարացումներ են գտնում եւ հետո մեզ կանգնեցնում են փաստի առաջ։ Դա իրենց ոճն է։ Հիմա վրապարակվեց Ռուբիոյի կողմից ստորագրված փաստաթուղթը, Ռուբիոյի այս խմբի ներկայացուցիչներից մեկի ստորագրված փաստաթուղթը, որի համար նա 50 րոպեով եկավ Երևան։ Ինչպես ես ասացի, շատ հավանական է, որ գալիս է որպեսի արագ կերպով կարողանա ամրագրել այն ինչ որ նրանք ստացել են, Մեղրի հանձնումը ամրագրի, որ եթե այս անձը չընտրվի, Աստված տա, չընտրվի, նրանք ասեն, դե գիտեք, ասենք նոր կառավարություն ունեք, բայց դուք պետք է հարգեք ձեր նախկին ղեկավարության կողմից ստորագրված փաստաթուղթը։ Հիմա այդ փաստաթուղթում ինչ կա։ Եթե նայում եք այդ փաստաթղթին, սա պարզ ձևով Մեղրի հանձնում է, պարզ ձևով։ Կարդում ենք։ Առաջի կետը այնտեղ գրված է, որ լինելու են այսպես կոչված ռուսերեն ասում են подрядчик, անգլերեն subcontractor։ Հայերեն այսօր փորձեցինք մեր շատ լավ գործընկերոջ հետ Նարեկի հետ փորձեցինք սա թարգմանել։ Այսինքն, երբ որ մեկը գործը վերցնում է եւ տալիս է մյուսին, այդ գործը տալիս է մյուսին, նա կոնտրակտ է կնքում, այդ գործը վերցնում է իրեն, հետո իր հետ ինչ որ մեկը կոնտրակտ է կնքում, իր ձեռքից վերցնում է, դա փաստորեն։ Ինչպես ես ասել էի, ամիսներ առաջ, կարծեմ անցյալ տարի անգամ, երբ որ ասենք, երբ որ մենք փոքրիկ էինք, մեկը ինձանից խաղալիք էր ուզում, ես չէի տալիս, իմ ընկերոջն էր ասում, ինքը ինձանից ուզում էր, հետո արդեն իր ձեռից վերցնում էր։ Շատ հեշտ սխեմա է։ Հիմա պատկերացրեք, որ մեկը գալիս է ձեր տուն, ասենք, ռեմոնտ անելու, դուք իր հետ պայմանագիր եք ստորագրում, հետո նա պայմանագիր է ստորագրում ուրիշ շինարարների հետ, ասում է ես քո հետ կստորագրեմ այս պայմանագիրը, բայց ես չեմ անելու, ես հետո քեզ կբերեմ ուրիշ շինարարներ։ Նա այդ գործը տալիս է ուրիշին։ Սա կոչվում է subcontractor անգլերեն կամ подрядчик ռուսերեն։